ԱՄՆ-ում քամիները տասնյակ բեռնատարներ են շրջել։ Պիտոն դե լա Ֆուրնես հրաբխի լավան հասել է օվկիանոս։ Ինդոնեզիայում աղբանոց է փլուզվել։ Կոկորտիլոսները լողում են ջրհեղեղի ենթարկված փողոցներում Ավստրալիայում։ Իտալիայում տեղի է ունեցել խորը կիզակետային երկրաշարժ։ Դիտեք այսօրվա թողարկումը անցյալ շաբաթվա եւ այլ կլիմայական իրադարձությունների մասին ավելին իմանալու համար։ Մենք նաև կբացահայտենք մեր մոլորակի մակերևույթի տակ թաքնված վտանգները։ ԱՄՆ Մարտի 10-ին հզոր փոթորկային համակարգը մի շարք տորնադոներ բերեց միջին արևմուտք։ Ամենաավերիչ պտտահողմերից մեկը հարվածեց Ինդիանա նահանգի Լեյք Վիլիջ փոքրիկ քաղաքին։ IF-3 մրրիկը անցավ քաղաքի բնակելի թաղամասերով։ Դեպքի վայրից կադրերում երևում են փողոցներ, որտեղ շենքերը բառացիորեն քանդվել են, տանիքների և պատերի բեկորները ցրված են բակերում և ճանապարհներին։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով ավելի քան 100 տուն լուրջ վնաս է կրել, իսկ մոտ 30-ը ամբողջությամբ ավերվել։ Տորնադոն նաև տապալել է ծառերը և էլեկտրահաղորդման գծերը, քաղաքի որոշ հատվածներ թողնելով առանց էլեկտրաէներգիայի։ Փոթորկի հետևանքով մահացել է տարեց մի զույգ։ Եվս 11 մարդ վիրավորվել է։ Նույն փոթորկային համակարգը տարածաշրջան բերեց եվս մեկ հազվագյուտ եղանակային երևույթ։ Իլինոյսում հսկայական կարկուտ է տեղացել։ Որոշ լողացող սառցաբեկորների տրամագիծը հասել է 15 սանտիմետրի։ Բնակիչները հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում կարկտահատիկները հազիվ են տեղավորվում իրենց ափի մեջ։ Օդերևութաբանների կարծիքով, այս չափը կարող է նոր նահանգային ռեկորդ սահմանել։ Կարկուտը վնասել է մեքենաները, կոտրել պատուհաններն ու տանիքները։ Մարտի 12-ին ԱՄՆ-ի արևմտյան և կենտրոնական շրջանները ենթարկվեցին 3000 կիլոմետրից ավելի հզոր փոթորկային ճակատի հարվածին, որից տուժեց մոտավորապես 80 միլիոն մարդ։ Որոշ վայրերում գրանցվել են ժամում մինչև 175 կիլոմետր արագությամբ քամու պոռթկումներ։ Քամին պոկել է տանիքները և վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Փոթորկի գագաթնակետին Մինեսոտայում, Վիսկոնսինում, Իլինոյսում և Միչիգանում 1 միլիոնից ավելի հաճախորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Կոլորադոյում փոթորիկը առաջացրել է փոշու փոթորիկ և զգալիորեն նվազեցրել տեսանելիությունը։ Կողմնային քամին տասնյակ ծանր բեռնատարներ է շրջել մայրուղիներում, և մի քանի նման վթարներ միջպետական 25-րդ մայրուղում փակել են մոտ 50 կիլոմետր ճանապարհ։ Մարտի 14-ին ԱՄՆ-ի կենտրոնական մասում ձևավորվել է հզոր ցիկլոն։ Մինեսոտայում և Վիսկոնսինում մեկ օրում տեղացել է կես մետրից ավելի ձյուն։ Ուժեղ քամիները ձնափքի պատճառ են դարձել և զգալիորեն նվազեցրել են ճանապարհների տեսանելիությունը։ Միայն Մինեսոտայում ոստիկանությունը գրանցել է ավելի քան 100 ճանապարհատրանսպորտային պատահար։ Վատ եղանակը նաև լրջորեն խաթարեց ավիափոխադրումները։ Մինեապոլիսի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 600 չվերթ, իսկ ուշացումները ազդել են նաև տարածաշրջանի այլ խոշոր օդանավակայանների վրա։ Ավստրալիա Արևադարձային տեղատարապ անձրևները հարվածել են Ավստրալիայի հյուսիսային տարածքի Top-End շրջանին, առաջացնելով զանգվածային ջրհեղեղներ։ Ամենածանր հետևանքները գրանցվել են Քեթրին քաղաքում, որտեղ տեղի է ունեցել վերջին 28 տարվա ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղը։ Ջուրը ողողել է փողոցներն ու ցածրադիր տարածքները, վնասելով տները, բիզնեսները և քաղաքային ենթակառուցվածքները։ Աղետը նաև ազդել է Քեթրինի շրջակայքի փոքր, հեռավոր համայնքների վրա։ Որոշ մարդիկ ստիպված են եղել տարհանվել այս տարի երկրորդ անգամ։ Դեյլի գետի մոտ 300 բնակիչներ վերադարձել են իրենց տները ընդամենը 2 շաբաթ առաջ նախորդ աղետից հետո։ Սակայն աղետը կրկին հարվածել է, 5 օրվա ընթացքում տեղացել է ավելի քան 570 միլիմետր անձրև, ինչը պատճառ է դարձել տարածաշրջանում գրանցված ամենասարսափելի ջրհեղեղի համար։ Մարդկանց փրկել են մեքենաների միջից և տներից, օգտագործելով նավակներ և ուղղաթիռներ։ Հեղեղված տարածքներում, մասնավորապես Դեյլի գետի երկայնքով և Քեթրին քաղաքում, նկատվել են աղի և քաղցրահամ ջրերում բնակվող կոկորտիլոսներ, այդ թվում նույնիսկ բնակելի տարածքներում և տեղական ֆուտբոլի դաշտում։ Քաղաքի քաղաքապետը խոստովանել է, որ ջրհեղեղից հետո երբեք այդքան շատ սողուններ չի տեսել։ Հյուսիսային տարածքում ապրում է ավելի քան 100,000 կոկորտիլոս, և երբ պղտոր ջրերը ողողում են քաղաքային փողոցները, նրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար։
Քվինսլենդ նահանգի գետերի հոսքը արագորեն ցամաքեց մի քանի գետավազաններում ջրհեղեղներ առաջացնելով։ 3 օրվա ընթացքում տեղացած անձրևի ծայրահեղ քանակը գրեթե 400 մմ լրջորեն խաթարեց տրանսպորտային միջոցները, նահանգում վնասվել է մոտ 760 ճանապարհ։ Ամենավատ իրավիճակը ստեղծվել է Բանդաբերգում, որտեղ Բարնետ գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղի ենթարկելով հարյուրավոր տներ եւ բիզնեսներ։ Քաղաքի հյուսիսը եւ հարավը կապող հիմնական կամուրջները փակվել են, մեկուսացնելով մոտ 10,000 մարդու։ Մարտի 12-ին White Bay Barnett շրջանում Գիլկիվան քաղաքի մոտ հայտնաբերվել են 2 չինացի զբոսաշրջիկներ անգիտակից վիճակում, հեղեղված մեքենայում։ Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի գյուղատնտեսությանը։ Սատկել է մոտ 1200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, վնասվել է ավելի քան 1000 կիլոմետր ցանկապատ։ Ինդոնեզիա։ Մարտի 8-ին հարավարևելյան Ասիայի ամենամեծ աղբավայրում, որը գտնվում է Ինդոնեզիայի արևմտյան Ջավա նահանգում, տեղի է ունեցել սողանք։ Այս աղբավայրը երկրի մայրաքաղաք Ջակարտայից ամեն օր ստանում է մինչև 8000 տոննա աղբ։ Որոշ տեղերում բլուրների բարձրությունը գերազանցում է 50 մետրը, որը համարժեք է 16 հարկանի շենքի։ Սողանքը առաջացել է մի քանի օր տևած ուժեղ անձրևներից։ Հատկապես ուժեղ անձրևներ 264 մմ 24 ժամվա ընթացքում գրանցվել են մարտի 8-ին։ Ջուրը ներթափանցել է թափոնների մեջ, դարձնելով դրանք սայթաքուն եւ առաջացնելով շերտերի տեղաշարժ։ Աղետը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի քանի բեռնատարներ սպասում էին բեռնաթափման հերթում։ Մոտավորապես 50 մետր բարձրությամբ աղբի հսկայական կույտը թաղել է 5 աղբատար մեքենա եւ սուրճի տաղավար։ Սողանքը նաև փակել է աղբավայրի սպասարկման ճանապարհը եւ 40 մետր Չիկետինգ գետի մոտ։ Փրկարարական գործողությանը մասնակցել են 19 էքսկավատոր եւ 7 շտապօգնության մեքենա։ 6 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից։ Դժբախտաբար 7-ին փրկել չի հաջողվել։ Եթովպիա։ Մարտի 10-ին մի քանի օր տևած տեղատարապ անձրևներից հետո հարավային Եթովպիայի Գամո գոտում տեղի ունեցան ավերիչ ջրհեղեղներ եւ սողանքներ։ Խոնավությամբ հագեցած լեռնալանջերը փլուզվեցին գիշերը, մինչ մարդիկ քնած էին, գյուղերը թաղվեցին ցեխի եւ բեկորների հաստ շերտի մեջ։ Արդյունքում մոտ 190 տուն ավերվեց, ճանապարհները փակվեցին, իսկ կամուրջները ջրհեղեղի ենթարկվեցին։ Գյուղատնտեսական հողերի հսկայական տարածքներ ավերվեցին։ Ավելի քան 3400 բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները եւ ապաստան գտնել եկեղեցիներում եւ այլ հասարակական շենքերում։ Անդադար տեղատարապ անձրևները բարդացրեցին որոնողափրկարարական աշխատանքները։ Մեկ մարդ փրկվեց 3 օր սողանքի տակ մնալուց հետո։ Մահացավ առնվազն 107 մարդ։ Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։ Սեյսմիկ եւ հրաբխային ակտիվություն։ Հավայան կղզիներում տեղի ունեցավ Կիլաուիա հրաբխի նոր, շատ ուժեղ ժայթքում։ Մարտի 10-ին Հալեմաումաու խառնարանում լավայի շատրվանները հասան 400 մետրից ավելի բարձրության։ Մոխրի ամպը բարձրացավ մինչև մոտ 9 կիլոմետր բարձրության, խափանելով Հիլո միջազգային օդանավակայանի թռիչքները։ 9 ժամ տևած անընդհատ ժայթքման ընթացքում Կիլաուիայի մոտակայքում բնակեցված տարածքներում թափվեցին հրաբխային ապարների կտորներ, որոշ տեղերում բեկորները հասան ֆուտբոլի գնդակի չափի, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվեցին 11-րդ մայրուղու հատված։ Հավայան հրաբուխների ազգային պարկում եւ Volcano Golf Course գոլֆի դաշտի մերձակայքում նույնպես նկատվել է մոխրի եւ հրաբխային ապակու բարակ թելերի, այսպես կոչված Պելեի մազերի շարունակական տեղումներ, որոնք վտանգ են ներկայացնում շնչառական համակարգի համար։ Մեկ աստմայով տառապող մարդու մոտ շնչառական խնդիրներ են առաջացել եւ նա դիմել է բժշկական օգնության։ Ռեյունիոն կղզու Պիտոն դե լա Ֆուրնես հրաբխի լանջերից մեկում գրեթե 1 ամիս անընդմեջ ժայթքումից հետո լավայի հոսքը մտավ նոր փուլ։ Մարտի 12-ի առավոտյան լավան վերսկսեց իր շարժումը եւ մոտեցավ RN2 ազգային ճանապարհին։ Այն առաջընթաց էր գրանցում մոտավորապես 25-ից 30 մետր/ժամ արագությամբ, աստիճանաբար իջնելով Գրան-Պանտի հարավարևելյան լանջով դեպի օվկիանոս։ Իսկ մարտի 13-ին գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ լավայի հոսքը հատեց մայրուղին, ամբողջությամբ կտրելով կղզու հարավային եւ արևելյան շրջանների միջև տրանսպորտային կապերը եւ շարունակեց շարժվել դեպի ափ։ Հոսքը հասավ մոտավորապես 15 մետր լայնության եւ գրեթե 1.5 մետր բարձրության։
Պիտոն դե լա Ֆուրնես հրաբխաբանական աստղադիտարանի տվյալներով հրաբխի մագմատիկ համակարգը շարունակում է համալրվել մագմայով, պահպանելով ժայթքման ակտիվությունը։ Մարտի 16-ի գիշերը լավան հասավ օվկիանոս։ Երբ բազալտային լավան շփվեց աղաջրի հետ, առաջացան գոլորշու խիտ ամպեր, որոնք պարունակում էին հրաբխային գազեր եւ փոքր ապակենման մասնիկներ։ Շրջակա տարածքում նկատելի էր սուր հոտ, իսկ գրգռիչ գազը այրոց առաջացրեց աչքերում եւ կոկորդում։ Մոտ 50 մարդ տեղափոխվեց անվտանգ գոտի։ Այնուամենայնիվ զբոսաշրջիկները շարունակում են այցելել այդ տարածք, չնայած այն հանգամանքին, որ այդ արահետով շարժվելը խստիվ արգելված է։ Մարտի 13-ի առավոտյան Չիլիի ափերի մոտ տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Ատակամա շրջանի Ուասկո քաղաքից 41 կիլոմետր հարավ-արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվել է մոտավորապես 26 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է լայն տարածքում, Ատակամայից մինչև Վալպարայսո, ներառյալ մայրաքաղաք Սանտիագոն։ Հատկապես ուժեղ ցնցումները, որոնք հասել են 6 բալի ըստ Մերկալիի Սանդղակի, գրանցվել են Կոկիմբո շրջանի Լա Սերենա, Կոկիմբո եւ Լա Իգերա քաղաքներում։ Բնակիչները հայտնել են, որ ցնցումը տևել է գրեթե 4 րոպե։ Գլխավոր ցնցմանը հաջորդել են մի շարք հետցնցումներ։ Էպիկենտրոնին մոտ գտնվող տարածքներում տեղի են ունեցել քարաթափումներ եւ փոքր սողանքներ։ Զոհերի կամ լուրջ վնասների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Մարտի 13-ին Թուրքիայի հյուսիսային Թոքաթ նահանգում գրանցվել է 5.5 մագնիտուդով ցնցում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 6.37 կիլոմետր խորության վրա։ Սեյսմիկ ցնցումները զգացել են նաև հարևան նահանգների բնակիչները։ Երկրաշարժի հետևանքով որոշ շենքերից թափվել է սվաղը եւ վնասել է կախովի առաստաղները։ Փոքր ճաքեր են առաջացել նաև տարածաշրջանային գիշերօթիկ դպրոցի պատերին։ Գիշերը տեղի ունեցած երկրաշարժը համընդհանուր խուճապ է առաջացրել, բնակիչները լքել են իրենց տները եւ մնացել դրսում մինչեւ առավոտ, վախենալով հետցնցումներից։ Մարդիկ իրենց մեկնաբանություններում նկարագրել են իրենց զգացած ուժեղ վախն ու անհանգստությունը։ Մի քանի մարդ բժշկական օգնության է դիմել տարանման ընթացքում ստացած սթրեսի եւ թեթև վնասվածքների պատճառով։ Թոքաթ նահանգում դպրոցները 1 օրով դադարեցվել են որպես նախազգուշական միջոց։ Թուրքիայում տեղի ունեցած այս երկրաշարժի հետցնցումները զգացել են նաև Ռուսաստանի Սոչի քաղաքի բնակիչները։ Ականատեսները սոցիալական ցանցերում հայտնել են, որ ցնցումները զգացվել են վաղ առավոտյան քաղաքի մի քանի շրջաններում։ Կարևոր է նշել, որ այս տարվա մարտին Սոչիի ափամերձ գոտում սեյսմիկ ակտիվության աճ է նկատվել։ Մարտի 3-ին եւ 6-ին Սև ծովում, ափից 20 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել 4.4-ից 4.7 մագնիտուդով մի շարք ցնցումներ։ Ջահերը ցնցնվել են, իսկ պատուհանները դղրդացել, բարեբախտաբար, վիրավորներ կամ ենթակառուցվածքների վնասներ չկան։ Մասնագետների խոսքով, գործիքային դիտարկումների պատմության մեջ ջրային տարածքի այս հատվածում երբեք չի գրանցվել 4 բալից ավելի ուժգնությամբ նմանատիպ երկրաշարժերի շարք։ Մարտի 9-ին Նեապոլի մոտակայքում, Տիրենյան ծովի տակ, տեղի ունեցավ 5.9 մագնիտուդով ուժեղ խորը ֆոկուսային երկրաշարժ։ Միջադեպի հիպոկենտրոնը գտնվում էր 410 կիլոմետր խորության վրա։ Օջախի մեծ խորության պատճառով սեյսմիկ ալիքները տարածվեցին զգալի հեռավորության վրա, ինչի հետևանքով ցնցումները զգացվեցին ամբողջ իտալական թերակղզում, Նեապոլից մինչև Միլան եւ Վերոնա։ Երկրաշարժը նաև ազդեց երկաթուղային երթևեկության վրա։ Նախազգուշական միջոցառումների շրջանակներում Հռոմի որոշ գնացքներ ժամանակավորապես չեղարկվեցին։ Նեապոլից հյուսիս գտնվող գծերում ենթակառուցվածքների ստուգումների արդյունքում մինչև 1.5 ժամ ուշացումներ եղան։ Մարտի 9-ի սեյսմիկ իրադարձությունը 5.9 մագնիտուդով տարածաշրջանում ամենամեծ խորը կիզակետային երկրաշարժն էր։ Այս իրադարձությունը մեր մոլորակի խորքում տեղի ունեցող գործընթացների միայն մեկ դրսևորումն է։ Եկեք համառոտակի քննարկենք այս երևույթների ֆիզիկան։
Արտաքին միջուկում առաջացող ավելորդ էներգիան անմիջականորեն ազդում է թիկնոցի գեոդինամիկայի վրա, ստիպելով դրան հալվել աճող ինտենսիվությամբ, հենց թիկնոցի նյութի այս հալումն է հանգեցնում խորը կիզակետային երկրաշարժերի, որոնք տեղի են ունենում ավելի քան 300 կմ խորության վրա և ներկայումս հասնում են մինչև 800 կմ խորության։ Երկար ժամանակ այս երևույթների մեխանիզմը գիտնականների համար անհասկանալի էր մնում, քանի որ երկրաշարժերը անհնար կլինեին նման խորություններում հսկայական ջերմաստիճանների և ճնշումների դեպքում։ Թիկնոցի նյութը պետք է պլաստիկորեն դեֆորմացվի, այլ ոչ թե կոտրվի, ինչպես տեղի է ունենում Երկրի կեղևում։ Այնուամենայնիվ, նման սեյսմիկ իրադարձությունները այժմ պարբերաբար գրանցվում են։ Ալլատրայի գիտնականների վարկածի համաձայն, խորը կիզակետային երկրաշարժերը հզոր ներթիկնոցային պայթյուններ են։ Դրանք հաճախ ուժեղ երկրաշարժեր են առաջացնում Երկրի կեղևում, ուժեղացնելով դրանց ավերիչ ազդեցությունը, ինչպես նաև առաջացնում են հրաբխային ժայթքումներ։ Այս գործընթացների վտանգը կայանում է նաև արտանետվող էներգիայի հսկայական ծավալի մեջ։ Թիկնոցի ներսում տեղի ունեցող պայթյունները մեխանիկական էներգիան վերածում են ջերմային և էլեկտրական էներգիայի, առաջացնելով հզոր էլեկտրամագնիսական իմպուլսներ։ Այս իմպուլսները տարածվում են Երկրի կեղևով և հասնում մթնոլորտ, առաջացնելով մագնիսական դաշտի խանգարումներ և էլեկտրական լիցքերի վերաբաշխում։ Այսպիսով, խորը կիզակետային երկրաշարժերը կարող են վտանգավոր գործընթացների մի ամբողջ շղթա առաջացնել Երկրի մակերևույթին։ Դրանց իրական սպառնալիքը մնում է լրջորեն թերագնահատված, և նման իրադարձությունների թիվը էքսպոնենցիալ աճում է։